Պարոն Սուրենյան, Սեր քաղաքական միավորին ևս մեղադրում են արտաքին կենտրոններից, մասնավորապես Ռուսաստանից ղեկավարվելու մեջ, ինչպես մյուս ընդդիմադիր երկու ուժերի, ինչպես եք վերաբերվում այս հարցին։ Դե չեմ ուզում Ալիևի իդեալական վասալների գնահատականներին պատասխանեմ։ Թողնել իրանք հասարակական պատկերացումների տրամադրությունների մեջ իրենց Ալիևի վասալը լինելու խարանը մաքրեն, նոր ուրիշների հետևում արտաքին ականջներ փնտրեն։ Բայց այնուամենայնիվ չեք կարծում, որ Հայաստանում ընտրությունները հաճախ դառնում են արտաքին խաղացողների ազդեցության տակ։ Իշխանության պատճառով այնպիսի քաղաքականություն վարել Նիկոլ Փաշինյանը, որ երկիրը դարձել է պարախատնույի դվոր, եւ ով հնարավորություն ունի կամ ցանկություն ունի արտաքին քաղաքական դերակատարներից փորձում է միջամտել։ Կոնկրետ մեր ուժը Մաքուր Հայաստանը կենտրոն ուժ է եւ քաղաքական, ֆինանսական կամ որևէ առումով չեն կարող մեր հետևում արտաքին ականջներ փնտրել։ Կոնկրետ ձեր դաշինքը ինչպես է չեզոքացնելու օրինակ այդ խոսակցությունները։ Բայց ինչի մենք ասենք դու կարծում եք Ալիևի հրանքներ կատարողների ասածներին շատ լուրջ պիտի վերաբերվենք, մի հատ էլ կամ հասարակությունը շատ լուրջ է վերաբերվում, մի հատ էլ մենք պիտի այնպես ջանքեր թափենք, որ ասենք, որ մենք նորմալ մարդիկ ենք երկու ականջով, մեկ քթով, իրանք արդարանալու խնդիր ունեն հասարակության առաջ։ Պարոն Սուրենյան, ընդդիմադիր դաշտում ում եք համարում ձեզ մրցակից, Քոչարյանի, թե Սամվել Կարապետյանի։ Գիտեք, հարցը լավը չի։ Եթե մեկ ցուցակում չենք, բոլորը եւ գործընկերներ են եւ մրցակիցներ միաժամանակ։ Իսկ ըստ ձեզ, պարոն Քոչարյանը ինչու է կրկին առաջադրվել, արդյոք ունի դեռ շանս։ Իմ կարծիքով, եթե մեկ անգամ իմ կարծիքով Արցախի կործանումը անուղղակիորեն նաև ներքաղաքական հետևանքներ է եղել եւ ունեցել եւ համազգային շարժման հետ կապված կամ դրա մեջ ակտիվ դերակատարում ունեցած նախին 3 նախագահների պատմաշրջանը փակված է։ Բայց Քոչարյանը ըստ երևույթին այլ կարծիք ունի, կրկին առաջադրվել է։ Ես կարծում եմ ինքն ընդդիմության ֆավորիտը լինելու շանս չունի։